Բարև, այ զինվոր, ասաց նա, այդ ինչ հիանալի թուր ունես և ինչ մեծ պայուսակ, այ քեզ քաջ զինվոր, դե հիմա ես քեզ փող կտամ, որքան սիրտդ ուզի, շնորհակալ եմ, պառավ վհուկ, ասաց զինվորը, այ տեսնում ես այս մեծ ծառը, ասաց վհուկը, ցույց տալով մոտի ծառը, սա փուչ ծառ է, բարձրացիր վերև, այնտեղ մի փչակ կտեսնես, մտիր այդ փչակը, իջիր ցած, ամենատակը, իջնելուց առաջ ես մեջքիդ պարան կկապեմ, և երբ ձայն տաս, քեզ դուրս կքաշեմ, իսկ ինչու մտնեմ ծառի մեջ, հարցրեց զինվորը, փող վերցնելու, պատասխանեց վհուկը, պետք է ասեմ, որ երբ բոլորովին ցած իջնես, այնտեղ կտեսնես ստորերկրյա մի անցք, այնտեղ բոլորովին լույս է, որովհետև 300-ից ավելի լամպ է վառվում, հետո դու կտեսնես 3 դուռ, կարող ես բանալ այդ դռները, բանալիները դրսի կողմն են կախված, կմտնես առաջին սենյակը, այդ սենյակի մեջտեղը կտեսնես մի մեծ սնդուկ, վրան մի շուն, այդ շան աչքերը խոշոր են, թեյի գավաթի չափ, բայց դու չվախենաս, ես քեզ կտամ իմ կապույտ վանդակավոր գոգնոցը, փռիր այդ գոգնոցը հատակին, համարձակ մոտեցիր և շանը բռնիր, դիր գոգնոցի վրա, սնդուկը բաց արա, և ինչքան կուզես փող վերցրու միջից, բայց այնտեղ միայն պղնձե դրամներ կան, թե արծաթ ուզես, մտիր մյուս սենյակը, այնտեղ մի շուն է նստած, աչքերը ջրաղացաքարի չափ, բայց դու չվախենաս, նրան էլ նստեցրու իմ գոգնոցի վրա և որքան կուզես փող վերցրու, իսկ եթե ուզենաս կարող ես ոսկի էլ ճարել, որքան կամենաս, հարկավոր է միայն մտնել 3-րդ սենյակը, բայց այնտեղ փայտե սնդուկի վրա նստած շան աչքերը ոնց որ կլոր աշտարակը լինի, այդ շունը շատ գազազած է, կարող ես ինձ հավատալ, բայց դու նրանից էլ չվախենաս, նստեցրու իմ գոգնոցի վրա և նա քեզ ձեռք չի տա, իսկ դու ոսկի վերցրու, որքան կամենաս, այ թե լավ կլինի, ասաց զինվորը, բայց դու դրա դիմաց ինչ կուզես ինձանից, այ պառավ վհուկ, դե հո ձրի ինձ համար ոչինչ չես անի, ես քեզանից մի գրոշ էլ չեմ ուզի, ասաց վհուկը, միայն թե այնտեղից բեր այն հին հրահանը, որ անցյալ անգամ մոռացել այնտեղ է թողել իմ տատը, դե կապիր ինձ պարանով, ասաց զինվորը, պատրաստ է, պատասխանեց վհուկը, ահա և քեզ իմ վանդակավոր գոգնոցը, զինվորը բարձրացավ ծառը, մտավ փչակի մեջ, ցած իջավ և ինչպես վհուկն էր ասել, հասավ մի մեծ անցքի, որտեղ մի քանի 100 լամպ էր վառվում, ահա նա, բացեց առաջին դուռը, 0, այնտեղ նստած էր մի շուն, աչքերը թեյի գավաթի չափ, և ինչպես էր նայում նրան, այ թե շուն է հա, ասաց զինվորը, նստեցրեց նրան վհուկի գոգնոցի վրա և գրպանները լցրեց պղնձե դրամներով, հետո սնդուկը փակեց, նորից շանը նստեցրեց նրա վրա և դիմեց դեպի մյուս սենյակը, ճիշտ էր ասել վհուկը, այնտեղ նստած էր մի շուն, աչքերը ջրաղացքարերի մեծությամբ, իզուր ես աչքերդ չռել ինձ վրա, դրանից կարող են ցավել աչքերդ,